Քույրիկիս հետ մենք փոքրուց շատ ենք երգել եւ երբ արդեն մեր գործիքները մեր ձեռքերի մեջ ընկան, մենք արդեն ոնց որ սկսեցինք նաեւ նվագել այդ երգերը եւ մեր առաջին երգն է եղել, որ մենք նվագել ենք միասին, Կոմիտասի Քելեքելեն, որտեղ որ մենք համ նվագում էինք, համ երգում էինք։ Եվ այդպիսով այդ կովիդի շրջանն էր այդ ժամանակ եւ այդտեղից ոնց որ սկսեց մեր միասին աշխատանքը եւ մենք արդեն սկսեցինք դուետով միասին որոշ ստեղծագործություններ նվագել եւ այդպես մրցույթներ շահեցինք Ավստրիայում, Հայաստանում։ Իմ համար ավելի կարևոր տեղում ոնց որ գտնվել է ջութակը, իսկ ստեղծագործել ոնց որ կողքից։ Հիմա ես հենց կոնկրետ ջութակի վրա եմ կենտրոնացած, քանի որ առաջ փորձել եմ ինչ գործիք ասես։ Դե փորձում էի էքսպերիմենտներ բաներ, մի ժամանակ անգամ ուզում էի դաշնակարար դառնալ, քանի որ սիրում եմ նվագել, փոքր իմպրովիզներ եմ անել տենց պատկերացում ունեմ, ինչա կատարվում կլավիշաների վրա, շատ եմ սիրում այս գործիքը։ Ու չեմ կարողանում առանց իրա ապրել, երբ որ գնում էի դասատուիս մոտ դասեր ստանալու Շվեյցարիա։ Այնտեղ ես իրա տանն էի մնում, որպեսզի պարապեր ինքը ինձ հետ, ու իմ ամենամեծ ցավը եղել էր այնտեղ, որ այնտեղ չկար դաշնամուր, որովհետև ես ամեն օր գոնե մի քիչ պետք է ինչ-որ բան անեմ այս գործիքի վրա։ Այս գործիքը ինձ նվիրել է գերմանացի վարպետ Օլիվեր Ռատկեն, ով որ լսել էր իմ նվագը եւ շատ էր հավանել եւ նվիրեց այս գործիքը, ասեց նվագի։ Այս պահին ես ողջունում եմ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 10-րդ դասարանում, խորացված ուսումնասիրում եմ հարմոնիա եւ սոլֆեջո առարկաները, շատ եմ սիրում։ Ինչպես նաեւ սովորում եմ Շվեյցարիայում, Լանգենտալ ակադեմիայում, պրոֆեսոր Դենիս Սևերինի դասարանում։ 1 կամ 2 ամիսը մենք մեկնում ենք դեպի Շվեյցարիա, ես ստանում եմ դասեր, տենց մոտավորապես 1 շաբաթով ամեն օր, եւ հետո վերադառնում եմ Հայաստան ու արդեն շարունակվում է, ես պարապում եմ արդեն այդ ամբողջ ինֆորմացիան, որ ես ստանում եմ, ոնց որ յուրացնում եմ, եւ հետո 1 ամիս հետո էլի գնում եմ Շվեյցարիա, օրինակ 1 ամսից ես մեկնելու եմ Գերմանիա, այնտեղ իմ ամենասիրած ակադեմիան է լինելու ամեն տարի աշնանը հոկտեմբերի վերջ տեղի է ունենում։ Այդ ակադեմիան թավջութակահարներին ամենաճանաչված եւ բոլորի կողմից շատ սիրված Ռուտեսխայմ ակադեմիան է, որտեղ մասնակիցներ մոտավորապես 80 թավջութակահար է մասնակցում եւ այնտեղ կան, չգիտեմ քանի ուսուցիչ, բայց ամեն աշակերտին
հասնում եմ ոնց որ 3 դաս եւ այդպիսով ամեն օր այնտեղ լինում են համերգներ, թե պրոֆեսորներն են նվագում, թե աշակերտները, թե նվագախմբով, թե սոլո եւ 4-րդ անգամ եմ լինելու այնտեղ եւ շատ անհամբեր սպասում եմ։ Որ դոմինանտան ընկտան իրանությունից բարձրանում է 5 դաշնամբերև, չէ, դոմինանտան լադի 5-րդ դաշնամբեր։ Եվ 5-րդ դաշնամբերը կառուցվում է դոմինանտային յուրահատկությունը։ Հիմա կոնկրետ ես գնում եմ Գերմանիա։ Այնտեղ պետք է ունենամ վարպետության դասեր։ Շատ երկար պատրաստվել եմ, պարապվել եմ եւ շատ եմ ուզում գնալ, գիտեմ, որ շատ հավես է լինելու, նոր ծանոթություններ, մեծ մարդիկ, իմ տարիքի էլի երեխաներ, շատ հետաքրքիր է լսել, թե ինչպես են նվագում ուրիշ երեխաներ։ Իմիջիալից շատ հետաքրքիր է նաեւ լսել, թե ինչպես են իրենց ստեղծագործությունները ներկայացնում ուրիշ կոմպոզիտոր երեխաներ։ Ես այդպիսի բաների հետ եմ ծանոթ, քանի որ մասնակցել եմ մրցույթի, հենց կոնկրետ իմ ամենասիրած մրցույթը Միրզոյանի մրցույթը է այստեղ։ Գնալու եմ այնտեղ հավաքելու էմոցիաներ, նվագելու եմ, շատ հետաքրքիր լինելու գնալու եմ լսեմ ինչպես են ուրիշները մաստեր կլասեր անցկացնում, շատ գիտելիքներ հաստատ կհավաքեմ, վստահ եմ ու կվերադառնամ ու նորից կանցնեմ, այսինքն կշարունակեմ իմ գործունեությունը։ Ու մի բան էլ շատ կուզեմ ասել, էլի շատ հետաքրքիր բան է, նաև մուզան կարող է գալ ուղղակի էմոցիաներից։ Այսինքն ես ապրում եմ ու փորձում եմ ամեն մի պահի մեջ հավաքել ինձ մեջ էմոցիաներ, ցանկացած։ Ես ուրախանում եմ ցանկացած էմոցիային, ուրախությանը, տխրությանը, որտեղ դա ինչ հավաքվում է մեջս, պահում եմ իմ մեջ ու հետո դուրս է գալի դա իմ երաժշտության միջոցով։ Քանի որ քուրիկս կոմպոզիտոր է, նա հայրիկիս տաղանդը ժառանգել է եւ գրում է նոր ստեղծագործություններ, նա գրեց մեկ ստեղծագործություն Արեգակի մեխանիկան տրիոյի համար դաշնամուրային։ Մենք այդպիսով այդ ստեղծագործությամբ հաղթեցինք բազմաթիվ մրցույթներ ոչ միայն Հայաստանում, նաեւ արտասահմանում, Ավստրիայում օրինակ։ Ես միշտ իր բոլոր իդեաների հետ միշտ շատ համաձայն եմ։ Չգիտեմ դա ինչի է, բայց ես միշտ շատ եմ ընդունում իր ամեն քայլը, իր ամեն առաջարկը, իր ամեն ստեղծագործությունը։ Նա այս պահին էլ է ստեղծագործում, բայց դեռ չի ասում ինչ է ստեղծագործում, դա թաքուն է։ Որ մեզ հետո անակնկալ անի եւ այդպես երբ նա մեզ ցույց է տալիս, ես միշտ ողջևորվում եմ, որովհետեւ նա շատ հետաքրքիր հարմոնիաներ է գտնում երաժշտության մեջ եւ ես շատ եմ ողջևորվում լսելով, որ իմ քույրիկը կարող է այդքան մեծ հրաշքներ գտնել երաժշտության մեջ։ Հարոն Ներկարյանը ռեժիսոր, ինքը շատ լավ է զգացել հենց իմ ստեղծագործությունը, երբ նա լսեց, շատ հավանեց ու ասաց, որ պատկերացնում է բոլոր կադրերը։ Եվ ես էլ ասացի, որ բնություն եմ ավելի շատ պատկերացնում հենց կոնկրետ այդ ստեղծագործության մեջ, ու նա էլ ասաց, որ բնություն, ու մենք մտածեցինք, այո, կարող է ստացվել, ու ես իրականում շատ գոհ եմ այդ տեսահոլովակից, որովհետև այնտեղ կադրը ոնց որ խոսա իմ գրած երաժշտության հետ։ Իրանք միասին ոնց որ միաձուլված փորձեն փոխանցել էմոցիան, զգացողությունը, այսինքն կոնկրետ գաղափար կարող է չունենա իմ ստեղծագործությունը, բայց նա ավելի շատ տալիս է էմոցիաներ, քանի որ էմոցիաներից էլ ստեղծված է։ Այսինքն կարող է ես փորձեմ գրել ինչ-որ ստեղծագործություն մտածելով ինչ-որ օրինակ ինչ-որ պատմության մասին ու այդ ստեղծագործությունը նվագելուց ուրիշ զգացողություն արթնանա մարդկանց մոտ, քանի որ ուրիշ զգացողությամբ եմ ես նվագել։ Դրանում է նաև կայանում այդ հաճույքը, երբ նվագում ես, պետք է կռահես, ինչի մասին եմ մտածել,
կոմպոզիտորը գրելուց այդ ստեղծագործությունը, որպեսզի կարողանաս ճիշտ գաղափարը փոխանցել։ Երբ ես արդեն սկսեցի նվագել թավջութակ, իմ հայրիկը արդեն երբ որ ես կարողացա արդեն սկսել ավելի վարժ, ասենք ասենք, նվագել գործիքիս վրա, իմ հայրիկը արդեն սկսեց գրել ստեղծագործություններ իմ համար, նաև Վիկայի համար էլ իհարկե, քույրիկիս համար էլ, Պարային ռապսոդիա, մեկ այդպիսի ստեղծագործություն թավջութակ եւ նվագախմբի համար, եւ ես այն կատարեցի Գերմանիայում, այդ նույն ակադեմիայում, Ռուտեսխայմի ակադեմիայում, հայրիկի այդ ստեղծագործությունը կատարեցի նվագախմբի հետ եւ հանդիսատեսը շատ հավանեց, ոտնկայս ծափահարում էին, ինչպես նաեւ հայրիկս վերցրել է Կոմիտասի երգերից մեկը, օրորոցային է, Նանի Բալանանին, վերածել է սոլո թավջութակի ստեղծագործության եւ մոտավորապես 1 տարի առաջ մենք տեսահոլով ակնկալահանեցինք Կարպեջեմի ղեկավարությամբ, ինչպես նաեւ նույնպես հայրիկս վերցրել է Չեմ կրնախաղալ երգը եւ վերածել է նույնպես սոլո թավջութակի ստեղծագործության, որ արդեն ռեժիսոր եւ օպերատոր Ահարոն Ներկարյանի հետ մենք նկարեցինք եւս շատ հետաքրքիր տեսահոլովակ 2025 թվականին հայրիկս գրեց եւս մեկ ստեղծագործություն Բերտ Պարը, որը ես 1 ամիս առաջ Հունաստանում պրեմիերա արեցի եւ նույնպես հանդիսատեսը շատ հավանեց այդ ստեղծագործությունը, այն շատ ոգևորված, անսպասելի սկզբով եւ անսպասելի ավարտով մի ստեղծագործություն է, շատ տեխնիկապես էլ բարդ եւ երաժշտականապես էլ շատ հաճելի եւ երջանիկ, ես հաճույք եմ ստանում ամեն նոտան նվագելիս։ Միջերից շատ մեծ տարբերություն է, երբ որ նվագում ես սովորական ստեղծագործություն ու ուրիշ եւ քո հենց իսկ գրած ստեղծագործությունը, որովհետեւ քոնը որ նվագում ես, քեզ թվում է թե շատ հեշտ է, ինչ էլ որ գրես, սենց ոնց որ դու բռնում ես այդ թելը երաժշտության, քանի որ դու ես ստեղծել, քեզ հեշտ է բռնել, իսկ երբ որ նվագում ես ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործություններ, պետք է իրանց թելը բռնես, որպեսզի ստացվի էլի քո մոտ, որովհետև ինչքան էլ պարապես տեխնիկապես, ինչքան էլ պարապես, մեկ էլ կարող է բեմ դուրս գաս, մի քիչ շատ ես լարվում, մի քիչ քրտնելը մատերը կպնում են, ինչ ասես կարող է լինի, դու պետքա բռնես ոնց որ այդ թելը ու իրան քաշելով գնաս, իսկ այդ բեմի վրա նվագելը մի ուրիշ հաճույք է։ Հայկական երաժշտությունը իմ համար միշտ է հոգեհարազատ, ես միշտ
օրինակ հայրիկս, որ գրել է չեմ կրնա խաղալ եւ Նանի Բալանանի այդ ստեղծագործությունները, նրանք քանի որ սոլո են, ես կարող եմ որպես բիս համերգների վերջում նվագել եւ դա ներկայացնել մեր հայկական մշակույթը, որովհետեւ երբ ես կատարել եմ միշտ թավջութակահարները նույն Ռուտեսխայմի ակադեմիայում երբ ես նվագեցի հայրիկի գրած Պարային ռապսոդիան, իմ ընկերները մոտենում էին եւ խնդրում էին նոտաները, որ ուսումնասիրեն եւ ուրիշ մարդիկ էլ գալիս էին մոտենում էին հայրիկին եւ իրեն ասում էին ինչ հետաքրքիր է հայկական երաժշտությունը, հայկական մշակույթը միշտ որտեղ որ ես նվագել եմ, բոլորը շատ են հավանել եւ ասել են, որ շատ միստիկ է մեր հայկական մշակույթը եւ շատ հետաքրքիր աուրա ունի։ Ես իմ կյանքը շատ ուրախ եմ պատկերացնում իրականում, քանի որ այս ամեն ինչով ես զբաղված եմ, ինձ բերում է շատ մեծ երջանկություն, ես կարող եմ հանգիստ ասել, որ իմ կյանքը լինելու է շատ լավը։ Քանի որ ջութակը, ստեղծագործելը, ես կոնկրետ չեմ կարող ասել ուր ես կգնամ, ես ինչ ասես կարող եմ փորձել, ես կարող եմ դառնալ սոլիստ, դա էլ կարող եմ անել, կարող եմ ստեղծել օրինակ կվարտետը ինձ համար ամենաոնց որ հաճիկ որ այս ощущение զգացողություն է ինձ բերում կվարտետում նվագել կարող է կվարտետ բացեմ կարող է ես օրինակ իմ քրոջ հետ եմ որոշում ստեղծում ենք դուետ օրինակի համար նու հիմա էլ կա ինքը ոնց որ բայց գլխավորապես մենք նվագում ենք ինչ ասես նվագում ենք միասին համերգներ բաներ այսինքն ինչ է լինի ես մեկա շատ ուրախ կյանք եմ հաստատ ունենալու կարող է նաև ես ստեղծագործականով էլ գնամ կարող է ես ստեղծագործեմ եւ նվագեմ իմ ստեղծագործությունը այդպիսի բաներ կարող է լինել քանի որ ես հասկացա որ sense tendency ես իմ կյանքում ստեղծագործելու եմ որովհետեւ դա ոնց որ կյանքի մեջ արդեն սովորական բան դարձած լինի իհարկե ես շատ հաճախ չեմ ստեղծագործում բայց ինձ թվում է որ ստեղծագործականը միշտ կլինի այսինքն sense tendency ինչ էլ ես անեմ ինձ երջանկություն է պատճառելու քանի որ ես արդեն մտցրել եմ այդ երաժշտությունը իմ մեջ դա իմ մեջ է Ես փոքրուց, քանի որ արդեն սովորել եմ բեմին, 6-7 տարեկանից արդեն բեմ եմ բարձրացել, մրցույթների եմ մասնակցել, ինձ համար բեմը ամենահարազատն է, ինչպես իմ հարազատ տունը, շատ եմ սիրում համերգներ նվագել եւ դա ինձ շատ հոգեհարազատ է եւ համերգներից առաջ էլ ես ուղղակի անհամբեր եմ սպասում թե երբ եմ բարձրանալու բեմ, հույս ունեմ, որ անմոռանալի հիշողություններ եմ նվիրելու։
քույրիկի հետ նվագելը ինչու է շատ ավելի հետաքրքիր ինձ քույրիկի հետ նվագելը, որովհետև ոնց որ գիտես քո քրոջը ու իր հետ որ գիտենք իրար բռնում ենք ու գնաց շատ հետաքրքիր է իր հետ էլ շատ հավես նվագել մի քիչ ոնց որ տարբեր զգացողություններ լինեն բայց երբ որ մենք միասին ենք նվագում լրիվ ուրիշ զգացողություն է դրանից արթնանում ենք միասին ոնց որ միևնույն ժամանակ համ վիճենք նվագելուց Համել նայած ինչ ստեղծագործություն ենք նվագում։ Օրինակ Գագիկ Հովունց երբ որ նվագում ենք ասում, իսկական վեճ է այնտեղ գնում ենք, որովհետև այնտեղ նա այնպես է դասավորել բոլոր թեմաները, շատ հավես, ասենց իրար հետևից ու մենք ոնց որ սկզբից ես եմ թեման նվագում, հետո ինքն է նվագում։ Ու ասենց ոնց որ օրագարագար ենք ինչ որ ռիթմեր, շտրիխեր բաներ, ոնց որ ով ավելի լավ կանի, ասենց իրար հետևից ենք ոնց որ ընկնում։ Ու այդ լրիվ շատ հավես զգացողություն է։ Շատ շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր որ ինձ օգնել են մինչ այսօր, իմ առաջին ուսուցչուհին Արմինե Ավետիսյանը, հիմիկվա իմ ուսուցիչները, իմ մայրիկը, իմ քույրիկը, իմ հայրիկը, որ գրում են իմ համար ստեղծագործություններ, ինձ օգնում են։ Ես էլ եմ ոնց որ փորձում ավելի ու ավելի զարգանալ եւ ընդհանրապես Հայաստանում կարծում եմ, որ մարդիկ շատ տաղանդավոր են եւ եթե իրանք ինչ-որ մի բան ուզում են, իրանք միշտ կհասնեն։